Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով երեկվա դատական նիստում, որը անցկացվել է Բաքվի վերաքննիչ դատարանում, հայ գերիներին տրամադրվել են թարգմանիչներ եւ պաշտպաններ։ Նշվում է նաեւ, որ հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ փաստաբանները խնդրել են մեղմացնել իրենց պաշտպանյալների դեմ մեղադրանքները, իսկ մի մասի պարագայում արդարացման վճիռ կայացնել։ Ինչ է այս ամենը նշանակում։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի համոզմամբ ոչինչ։ Սրանք մանիպուլատիվ հնարքներ են, որ եղել են նաև առաջին ատյանի դատարանում։ Այնտեղ էլ են պաշտպանների ներգրավել, հետո փոխել, բայց այդ փոփոխությունը չի բերել իրավունքի ապահովման։ Խնդիրը համակարգային է։ Առհասարակ հանրային պաշտպանի գրասենյակը Ադրբեջանում անկախ չէ, փաստաբանական համայնքը ինքնին պետական բռնաճնշումների ներքո է գործում եւ գրեթե բոլոր անկախ փաստաբանները հետապնդումների զոհեր են եւ պահվում են փակ հաստատություններում կամ վտարանդի գործունեություն են իրականացնում եւ ըստ էության իմ գնահատմամբ առանձին հայտարարություններ, որոնք կոչ են անում դատարաններին կայացնել արդարացման դատական ակտեր, ընդհանրապես ցուցադրում են այդ process-ի կեղծ արդարացի լինելը։ Դերակատարը այստեղ ոչ թե դատական, այլ քաղաքական իշխանություններն են։ Ադրբեջանի ներպետական գործընթացներին Հայաստանը չի կարող ներազդել, բայց կարող է հավակնել միջազգայինորեն դրանց ապալեգիտիմացմանը։ Այս ուղղությամբ աշխատանքը նոր չէ, որ տարվում է։ Արդյունքը օրինակ փաստաբանների միջազգային ասոցիացիայի զեկույցն է եւ Ռախորհրդարանի բազմաթիվ բանաձևերը, որոնք պետք է քաղաքական ազդեցություն ունենան Ադրբեջանի վարքագծի վրա։ Իսկ դատական ակտերը պետք է վիճարկվեն մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նշում է իրավապաշտպանը։ Ադրբեջանը երբևէ համարձակություն չի ունենա սեփական դատարանների միջոցով ամրագրել այն պատմական ճշմարտությունը, որին մենք հասնում ենք միջազգային ատյաններում։ Ադրբեջանը ունի արհեստական կերտված ճշմարտություն եւ առհասարակ պատմության եւ հայերի ինքնության փոխակերպման գործընթացներում է, որը կարծում եմ իրենց հասարակությունում անդառնալի process է եւ միակ հնարավորությունները ես անկեղծորեն տեսնում եմ միջազգային կառույցների ներգրավմամբ։ Այս համատեքստում կարևոր զարգացում կարող է լինել Բրետ Շերմանի հերթական նախաձեռնությունը, որի մասին նա հայտարարեց հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվան նվիրված ասուլիսում, որը շատ յուրով էր կազմակերպվել։ Շերմանի եւ մյուս ելույթ ունեցողների թիկունքում կանգնած էին հայ պատանիներ, որոնց վերնաշապիկներին հայ ռազմագերիների լուսանկարներն էին։ Բրետ Շերմանը օրենսդրական առաջարկով Ադրբեջանից պահանջում է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ պատանդարված անձանց։ Այս վարչակազմը ձգտում է ապահովել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, սակայն չի կարող լինել կայուն խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի եւ քաղաքական բանտարկյալ ազատ չէ ադրբեջանական բանտերից եւ չի կարող վերադառնալ տուն։ Այսօր հայերը չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ այնտեղ որևէ հայի համար անվտանգ չէ ապրել։ Սակայն առնվազն հայ ռազմագերիները կարող են վերադառնալ եւ վերամիավորվել իրենց ընտանիքների հետ Հայաստանում։ Իմ առաջարկած փոփոխությունն արտացոլում է հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ աճող միջազգային համաձայնությունը։ Պետք է սպասենք եւ տեսնենք, թե այս նախաձեռնությունը մինչեւ որ կետ կարող է հասունանալ, արդյոք այնքան մեծ է աջակցությունը, որ մենք կարող ենք ունենալ նաեւ օրենք, թե ընդհանրապես կունենանք քաղաքական դիրքորոշումներ օրենսդիր մարմնի։ Բրետ Շերմանը նախկինում եւս ներկայացրել էր այս առաջարկը, այժմ որոշ փոփոխություններ են կատարվել ամերիկացի կոնգրեսականի պնդմամբ, հանձնաժողովի նախագահը աջակցել այդ փոփոխություններին, որոնցով նշվում է, որ Ամերիկան պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները հասնելու ռազմագերիների ազատ արձակմանը։ Կարող ենք այս դեպքում ասել, որ հիմա նախաձեռնությունը առաջ մղելու շանսերը եւ նպաստող հանգամանքները ավելի մեծ են։ Կարծում եմ, այո, քանի որ կա խաղաղության գործընթաց, որտեղ առանձնակի դերակատարում ունի հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը, իսկ մարդու իրավունքների շարունակական խախտումները դրանք հակահամակարգային են խաղաղության ջանքերին, իմ գնահատմամբ ԱՄՆ վարչակազմի պատասխանատվությունը այստեղ շատ բարձր եւ առանձնահատուկ է։ Որպեսզի նախաձեռնությունը դառնա օրենք, պետք է նախընդունվի կոնգրեսում, ապա սենատում, հետո ներկայացվի նախագահի վավերացմանը, որը ունի նաև վետոյի իրավունք։ Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ մեծ ու կարևոր է նաև Ամերիկայի հայ համայնքի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության դերերը այս հարցում։ Արտակ Հովհաննիսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։